Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գնահատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի վերաբերյալ, ընդգծելով, որ կղզու ապագան պետք է որոշեն այնտեղ ապրող մարդիկ։ Կանցլերի խոսքով Գրենլանդիան պատկանում է իրեն բնակեցնող ժողովրդին։ Նա հավելել է, որ Արկտիկայի անվտանգության հարցը մնում է Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի գործընկերների առաջնահերթություններից մեկը, ներառյալ ԱՄՆ-ն, Դանիան եւ վերջինիս ենթակայության տակ գտնվող Գրենլանդիան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպում անցկացնելու մտադրության մասին։ Ֆրանսի 2-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ամեն ինչ պետք է կազմակերպվի կարճաժամկետ հեռանկարում։ Մակրոնը նաև հավելել է, որ երկու երկրների միջև շփումները ներկայումս վերականգնվում են եւ պետք է կայանան մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա ընդգծել է երկխոսության հնարավորինս շուտ անցկացնելու կարևորությունը։ Դանիայի կառավարությունը լուրջ է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կղզին գրավելու սպառնալիքներին եւ ոչ թե միայն որպես ռետորաբանություն կամ բանակցային մարտավարություն։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն Դանիայի կառավարությունը անկեղծորեն մտահոգված է եւ լուրջ է վերաբերվում Թրամփի սպառնալիքներին եւ ոչ թե պարզապես որպես ռետորաբանություն կամ բանակցային մարտավարություն, հայտնել է պարբերականը։ Լրագրողները նշում են, որ դանիացի քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններն արտացոլում են այս մտահոգությունը եւ Դանիայի կառավարությունը դժկամությամբ է հրապարակային հայտարարություններ արել էսկալացիայից խուսափելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի վրա գործողությունները հսկայական հետևանքներ ունեն Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար, քանի որ դրանք Միացյալ Նահանգներին հակադրում են ռազմական դաշինքի մյուս անդամների դեմ։ Նման տեսակետ է հայտնել Bloomberg-ը։ Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի գործողությունները Միացյալ Նահանգներին հակադրելու են Տրանսատլանտյան ռազմական դաշինքի մյուս անդամների դեմ, որը նախեկավարում է եւ որի ստեղծմանը նպաստել է։ Սա կխաթարի Հյուսիսատլանտյան դաշինքի հեղինակությունը եւ աննախադեպ ռազմական ծախսերի բեռ կդնի Եվրամիության վրա, նշել է պարբերականը։ Լրատվամիջոցը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Գրենլանդիայում հեռահար հետևանքներ կունենա ուժերի ամբողջ հավասարակշռության համար, հնարավոր է անկայունացնելով ամբողջ արևմտյան դաշինքը։ Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Հեղինակավոր տնտեսագետ մրցանակը շնորհվում է մի մարդու, ում անունը տասնամյակների շարունակ եղել է տնտեսական քննարկումների առանցքներում։ Եվ որի գնահատականներն ու վերլուծությունները հասանելի են եղել թե մասնագիտական շրջանակներին, թե լայն հանրությանը։ Հրանտ Բագրատյանը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ է, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, այն տնտեսագետներից է, ով կարողանում է հանրային քննարկումը ձևավորել իր ելույթներով ու տնտեսական մտածողությամբ։ Նրա ելույթներն ու հրապարակային դիրքորոշումները մշտապես եղել են սուր, ուղիղ եւ քննարկումների առիթ տվող։ Այսօր մենք արժևորում ենք մեր խոշոր տնտեսագետին, ում կարծիքը ընկալելի է եւ ում անունը ճանաչելի է թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Սիրով բեմ ենք հրավիրում Հրանտ Բագրատյանին։ Հեղինակավոր տնտեսագետ։ Արմեն ջան, շնորհակալություն, շնորհավորում եմ ձեր կոլեկտիվին, ի վերջո ձեր աշխատանքի շնորհիվ մենք ստացանք անկախ մամուլ,
մի լուրջ օջախ, որտեղ հնարավորություն ունենք արտահայտվելու։ Ես բերել եմ ձեզ, որպես հիշատակ ստորագրել եմ, թողնեմ 2 գիրք իմ գրքերից, ես գրել եմ 20 գիրք, որից 2-ը բերել եմ, այս առաջինը, որ 25 տարի առաջ է լույս տեսել, որը որոշ սայտերում գրքերի մի 7 տարի շարունակ լիդեր էր։ Այս առաջինը մեր պատմության մասին է, Հայաստանի պատմությունը ներկայացվում է Վալերի Բրիսովի և Ձյակռնովի գրի բանով, թե հայերի պրոբլեմը են է, որ իրանք վատ տեղ են գտնվում, այս գիրքը ասում է, որ հայերի պրոբլեմը հայերն են և գուշակում էր, որ հայերի հետ բարդ ժողովուրդ ենք, հայերի հետ կարող են վատ բաներ պատահել հայերի պատճառով, որ զգուշանանք, որ տենց բաներ չանենք, կարանք գժվենք ու տենց բաներ անենք, են դժվարությունները, որ մենք ամեն օր տեսնում ենք, 3-րդ թե 4-րդ անգամն է։ Սա այս մի գիրքն է, 25 տարի առաջ հրատարակված։ Այս մեկը մի ամիս առաջ հրատարակվեց, և սա էլ ասում է, թե աշխարհում ինչ կլինի 20-ից 30 տարի հետո, ինչ անենք, որ նորից բանի մեջ չգնենք, ելնում է այն տեսակետից, որ շատ արագ առաջիկայում կլուծվեն Հայաստանի հիմնական քաղաքական և տնտեսական պրոբլեմները, բայց դրանից հետո մեզ նոր չելենջ է սպասվում, նոր մարտահրավեր, և սա նվիրում եմ ձեզ և մաղթում բեղմնավոր գործունեություն։ Շնորհակալություն։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է հետվճարի միջոցով կենսաթոշակների և նպաստների բարձրացման ծրագրին, մանրամասներ ներկայացնելով նոր փոփոխությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ հունվարի 1-ից թոշակառուների և նպաստառուների կողմից անկախիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20% մինչև 10,000 դրամ։ Դրա համար պարզապես պետք է Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկախիկ։ Այսօր ուզում եմ կրկին խոսել հետվճարի միջոցով կենսաթոշակների և նպաստների բարձրացման վերաբերյալ, ինչպես գիտեք, մենք փոխել ենք չափը հետվճարի և հունվարի 1-ից այն կազմում է 20% մինչև 10,000 դրամ և դուք կարող եք ձեր կենսաթոշակները և նպաստները ըստ էության ինքնուրույն բարձրացնել այդքան չափով։ Դրա համար պարզապես պետք է առևտուր իրականացնել անկախիկ առևտրի կետերից Հայաստանի Հանրապետությունում գործող։ Բայց ուզում եմ խոսել նաև մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին, դա 2% հետվճարին է վերաբերում, որը էլի կրկին հնարավոր է ստանալ անկախիկ առևտրի միջոցով, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն առկա քարտով։ Հիմա ուզում եմ ցեզ ցույց տալ նաև պատկերավոր կերպով, տեսեք, սա վիզա քարտ է մեր բանկերից մեկի, ես հատուկ փակել եմ, որ գովազ չհնչի, իսկ սա առկա քարտ է, որի վրա գրված է առկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները և նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ վիզա կամ մաստեր փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ բույները կարող են տարբեր լինել և բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը և Ով որ Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, դա ամենավերջի սրիկան է։ Դա նշանակում է, որ այլ երկրներից, այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար եւ պետք է իրենք ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահել։ Երեք նման հայտարարություններ է արել ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ ՀՅԴ-ՀԳՄ ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Սուքիասյանի հայտարարություններին։ Նոր տեսա, որ Հայրենադավի եւ Տիրադավների երթին միացած նախկին եւ ներկա օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, թե ով կասի իրենք եկեղեցին քանդում են, նա ամենավերջին սրիկան է։ Ուրեմն լսի կրզո ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր Արցախը ծախեցին, հիմա էլ տղերքի հարյան վրա փող են աշխատում ու 30 արծաթի դիմաց պայքարում հայկական ինքնության դեմ։ Հանգիստ նստի տեղդ ու սպասի քո պատասխան տալու ժամանակին։
Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի կարող ոչինչ պարտադրել։ Այս մասին հունվարի 6-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշել է ազգային ժողովի ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նրան, որ իր ընտանիքին պատկանող ընկերությունն է ադրբեջանական բենզինը ներկրել եւ պարտադրել են բենզալցակայաններին, որ պետք է անպատճառ այդ բենզինը վաճառվի։ Հայաստանը վերջին 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի համար տասնամյակներ շարունակ տրանսպորտային ուղիները փակ են եղել եւ Հայաստանը մեծ գումարներ է վճարել տրանսպորտային ծախսերի համար։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանն իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80%-ը կտնտեսի 80-ից 100 միլիոն դոլար տարեկան, իսկ եթե Հայաստանի Հանրապետությունն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրների եւ միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ Հայաստանը կարող է տնտեսել 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը կգնա այլ ոլորտների զարգացմանը։ Իսկ այդ երեխայական չկրթված չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են $100,000 գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի։ Եթե ուզում ես տնտեսություն զարգացնես, պետք է դրա համար խելք ունենաս։ Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում, ասել է Խաչատուր Սուքիասյանը։ Լոռու մարզի բնակավայրերից մեկում տանը 5 ամսական երեխայի դի է հայտնաբերվել։ Հունվարի 5-ին ժամը 12:00-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ահազանգ է ստացվել, փոշտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։ Պարզվել է, որ մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ տիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ տանը երեխան հանկարծամահ է եղել։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Հայաստանի սահման տանող ճանապարհային փարավանի լեռնանցքով ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Ավելի վաղ բեռնատարների համար երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Սահմանափակումները գործում էին պետական նշանակության Կոդա Պարցխիսի Մանգլիսի Ծալկանի Նոցմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կիլոմետրի հատվածում։ Մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բաց է եղել։ Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որը հունվարի 5-ին պետք է լիներ, հետաձգվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Որոշումը կհրապարակվի հունվարի 12-ին։ Դեկտեմբերի 5-ին 2 ամսով կալանավորվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է։ Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել դատավոր Մասիս Մելքոնյանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը կմիանան Վենեսուելայում ԱՄՆ-ի ներգրավվածությունը վերահսկող խմբին։ NBC News-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ տվյալների, Թրամփը հարցազրույցի ժամանակ վերոնշյալ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին նույնականացրել է որպես այս խմբի անդամներ։ Դա ընդհանուր խումբ է, նրանք բոլորն ունեն իրենց բազմամյա իրավասությունները, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ ինքն է Վենեսուելայի գործերին ամերիկյան ներգրավվածության հարցի գլխավոր պատասխանատուն։ Ոչ մի երկիր չի կարող պնդել, որ միջազգային դատավոր է։ Բոլոր պետությունները պետք է հետևեն միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակներին ու սկզբունքներին, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Չինաստանը մշտապես պաշտպանում է, որ բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ժողովուրդների կողմից անկախ ընտրված զարգացման ուղին, ինչպես նաեւ պահպանեն միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակներն ու սկզբունքները։ Առաջատար դերը պետք է կատարեն խոշոր երկրները, ոչ մի երկիր չի կարող հանդես գալ որպես միջազգային ոստիկան եւ ոչ մի երկիր չի կարող հավակնել միջազգային դատավոր լինելուն, ասել է Մաո Նինգը։ Նա հավելել է, որ Չինաստանը պաշտպանում է համապարփակ, համագործակցային եւ կայուն անվտանգության հայեցակարգը եւ հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Լրջորեն է վերաբերվում բոլոր երկրների անվտանգության վերաբերյալ օրինակ
բնական մտահոգություններին եւ պնդում է պետությունների միջև տարաձայնությունների եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ, միջազգային իրավունքի հեղինակությունը պաշտպանելու, ջունգլիների օրենքին դիմակայելու, ներքին գործերին միջամտությանը դիմադրելու եւ ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը համատեղ պաշտպանելու համար, ընդգծել է դիվանագետը։ ԱՄՆ-ն կարող է սուբսիդավորել նավթային ընկերությունների մասնակցությունը Վենեսուելայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը կարծում է, որ սա կարող է տևել 18 ամսից պակաս։ Կարծում եմ, մենք կարող ենք դա անել ավելի կարճ ժամանակում, բայց կպահանջվեն զգալի ֆինանսական ծախսեր։ Դրա համար անհրաժեշտ կլինի ծախսել հսկայական գումար եւ նավթային ընկերությունները կծախսեն այն, իսկ հետո նրանք կփոխհատուցվեն մեզանից կամ իրենց շահույթից, ասել է Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թեհրանին փոխանցել, որ Իսրայելը մտադիր չէ հարձակվել Իրանի վրա։ Հաղորդում է անպետական հեռուստաընկերությունը, հղումանելով դիվանագիտական աղբյուրին։ Այս խնդրանքը Իսրայելի վարչապետը հնչեցրել է Ռուսաստանի նախագահի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցների ժամանակ։ Կանի խոսքով Նեթանյահուն խնդրել է Պուտինին այս ուղերձը փոխանցել Թեհրանին, վախենալով, որ Իրանը կարող է կանխարգելիչ կերպով հարձակվել Իսրայելի վրա, Իսրայելի հարվածը կանխելու համար։ Միաժամանակ պետական հեռարձակողը նշում է, որ Իսրայելի վարչապետը հունվարի 5-ին Քնեսեթում խորհրդարանում ելույթ ունենալով հայտարարել է, որ Իսրայելը Թեհրանին ազդանշան է ուղարկել, որ հրեական պետության վրա հարձակման դեպքում Իրանի համար հետևանքները ծանր կլինեն։ Կանի խոսքով Իսրայելի քաղաքական շրջանակների եւ անվտանգության գործակալությունների ներկայացուցիչները վերջերս քննարկումներ են անցկացրել տարբեր անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում իրանական խնդրի։ Եվրամեդիայի հոբելյանական մեկ տարին շնորհավորելով ուզում եմ նաև մաղթել մեր ամբողջ երկրին, ժողովրդին խաղաղ տարի լինի եւ ամենակարևորը այդ խաղաղությունը վաստակենք։ Չնորհակ։ Ֆրանսիան չի աջակցում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալելու գործողության ընթացքում ԱՄՆ-ի կողմից կիրառված մեթոդներին։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքերն է փոխանցում կառավարության խոսնակ Մոդ Բրեխոնը։ Օգտագործվող մեթոդները ոչ աջակցվում են, ոչ էլ հաստատվում, սրանք հանրապետության նախագահի խոսքերն են, ասել է Բրեխտոնը։ Նրա խոսքով Մակրոնը ընդգծել է, որ Ֆրանսիան պաշտպանում է միջազգային իրավունքը եւ ժողովուրդների ազատությունը։ Ֆրանսիայի առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ գործողությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Միաժամանակ Բրեխոնը հավելել է, որ Մադուրոյի իշխանությունից հեռացումը համարում է լավ լուր։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքում իր առաջին դատական լսումների ժամանակ դատավորի հարցերին պատասխանելով հայտարարել է, որ դատարան ներկայանալուց առաջ չի տեսել մեղադրական եզրակացությունը եւ տեղյակ չէ իր իրավունքների մասին։ Այս մասին հաղորդել է New York Times-ը։ Թերթի տվյալներով սա կարող է վկայել այն մասին, որ Մադուրոն եւ նրա փաստաբանը քիչ ժամանակ են ունեցել գործը լսումներից առաջ քննարկելու համար։ Մադուրոն նաեւ հայտարարել է, որ շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահ։ Ես շարունակում եմ մնալ իմ երկրի նախագահը, ասել է նա։ Իր հերթին Վենեսուելայի նախագահի կինը Սիլիա Ֆլորեսը հայտարարել է, որ լիովին անմեղ է ԱՄՆ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել։ Ի թիվս այլ հարցերին նա անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Նա հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի կողմից, նշելով, որ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ներկայումս ազատ արձակման խնդրանքով չի դիմում։ Հայտարարել է նրա փաստաբանը Նյու Յորքում կայացած դատական նիստի ժամանակ։ Պարոն Մադուրոն ներկայումս ազատ արձակման խնդրանքով չի դիմում, հայտնել է փաստաբանը։ Մադուրոյի կինը հնարավոր է կողոսկրերի կոտրվածք է ստացել ձերբակալության ժամանակ, նշել է վերջինս։ Կարակասում ԱՄՆ-ի ռազմական գործողությունից հետո Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը կոչ է արել հարգել Վենեսուելայի տարածքային ամբողջականությունը։ Համայնքը վերահաստատում է իր համերաշխությունը վենեսուելացի ժողովրդի հետ եւ կոչ է անում բոլոր պետություններին հարգել Վենեսուելայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ասվում է հրապարակված հայտարարության մեջ։ Համայնքը նաեւ աջակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին եւ հիշեցրել երկրների պարտավորությունը հարգելու ինքնիշխանությունը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։
Նյու Յորքի դատարանում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի գործով առաջին լսումները ավարտվել են։ Այս մասին հաղորդել է CNN News-ը։ Վերջինիս տվյալներով Վենեսուելայի առաջնորդը եւ նրա կինը դատարանի դահլիճից դուրս են եկել նույնական բանտային համազգեստով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 17-ին։ Վճռական լինենք հաստատուն պահելու օրինահարկությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Այս մասին հունվարի 6-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ իր խոսքում նշել է Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա մասնավորապես նշել է. «Եկեք հայց վերառաքենք հայրենազրկված Արցախահայ մեր զավակների տոկունության եւ ոգու ամրության եւ նրանց ոտնահարված իրավունքների ոտնահարման համար։ Աղոթենք հայրենիաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության եւ նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգեվորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող եւ անհայտ կորած մեր զավակների համար։ Թող Բարձյալի Սուրբ Խաչի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա Աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով եւ մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր եւ միշտ եւ հավիտյան», նշել է կաթողիկոսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների եւ աջակիցների հետ ուխտերթի է մասնակցել Երևանում։ Երթը մեկնարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ մինչ այդ քաղաքական էլիտան Սուրբ Ծննդյան պատարագ էր մասնակցում աջակիցների հետ։ Պատարագը հակականոնական էր, քանի որ վեհափառ Հայրապետի անունը չի հիշատակվել։ Ըստ տեղեկությունների երթին մասնակցելու համար վարչական ռեսուրս է կիրառվել, ցույց տալու թե ինչքան մարդ է կողմ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Փաշինյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց իր թիմակիցների հետ ուխտերթով հասել է Սուրբ Աննա եկեղեցի։ Նա իր խոսքում ասել է. «Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթն ինչի համար էր եւ ինչ է նշանակում։ Ըստ էության մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած պետություն։ Այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգով բազմիցս հնչում է հետեւյալ նախադասությունը. «Եվ եւս խաղաղությամբ Աստծուն աղաչեցցունք», նշել է նա։ Փաշինյանի խոսքով շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել։ Բոլորս երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ ինքներս մեր գործողություններով, որոշումներով, քայլերով պետք է ստեղծենք այդ խաղաղությունը։ Այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ։ Կառավարությունը Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել եկեղեցին պետության դեմ, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, հերձված են դարձել։ Ցավոք այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Մենք պետք է Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին ազատենք հերձվածից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Մալինենը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին մեղադրել է երեսպաշտության մեջ Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման մասին իր հայտարարության համար։ Եվրոպացի առաջնորդները խճճված են Վենեսուելայում ռեժիմի փոփոխության շուրջ հակասությունների մեջ, նշել է Մալինենը։ Ավելի վաղ Ստուբը իր Twitter-յան սոցիալական ցանցի էջում հրապարակել է գրառում, կոչ անելով հարգել միջազգային իրավունքը։ Միևնույն ժամանակ Ֆինլանդիայի նախագահը Վենեսուելայի 2024 թվականի ընտրությունները անվանել է կեղծված։ Նա կարծում է, որ հաղթանակած նախագահ Նիկոլաս Մադուրոն անօրինական նախագահ է։ Ուկրաինայի կառավարության կողմից ԱՄՆ-ի Վենեսուելայի վրա հարձակման հավանությունը ցույց է տալիս նրա անտարբերությունը ժողովրդավարության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Geopolitical Economy Report-ի հիմնադիր եւ խմբագիր Բեն Նորտոնը։ Նրա խոսքով Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը ՆԱՏՕ-ի խամաճիկ ռեժիմը երկիրը ներկայումս ղեկավարում է միլիարդատեր օլիգարխ իդեմս Վլադիմիր Զելենսկու, որին հովանավորում են խոշոր ֆինանսական հաստատությունները։ Հունգարիան ակնկալում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Բուդապեշտում 2026 թվականին Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք հույս ունենք, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի 2026 թվականին։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները կկարողանան հանդիպել Բուդապեշտում, ինչպես նախատեսված է խաղաղության համաձայնագիր կնքելու համար, ասել է
կարևոր բան է։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ Հունգարիան չի սպասում, որ Պուտինը առանձին կայցելի երկիր։ Այժմ դրա անհրաժեշտությունը չկա, հավելել է վարչապետը։ Եվրոպական հանձնաժողովը լիովին աջակցում է Դանիա եւ Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանը, սակայն անհնար է համարում զուգահեռներ անցկացնել Վենեսուելայի եւ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ գործողությունների միջև։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։ Գրենլանդիան ԱՄՆ դաշնակից է, մենք լիովին աջակցում ենք դրան եւ մենք համեմատության տեղ չենք տեսնում ԱՄՆ-ի գործողությունների հետ Վենեսուելայում։ Եվրոպական հանձնաժողովը լիովին աջակցում է Դանիա եւ Գրենլանդիայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Գրենլանդիայի կարգավիճակի հարցը կարող են որոշել միայն նրա բնակիչները, ասել է խոսնակը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կնոջը տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան։ Այս մասին հայտնում է CNN News-ը։ Մադուրոն եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորենսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն պետք է ներկայանա թմրանյութերի եւ զենքի մեղադրանքով, հաղորդել է աղբյուրը։ Միացյալ Նահանգները կարող է բարձրացնել հնդկական ապրանքների մաքսատուրքերը, եթե Նյու Դելին չկատարի ռուսական նավթի գնումները սահմանափակելու մասին Վաշինգտոնի պահանջը, ըստ Reuters-ի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լավ տղա է։ Նա գիտեր, որ ես դժգոհ եմ եւ նրա համար կարեւոր էր ինձ ուրախացնելը։ Նրանք առևտուր են անում եւ մենք կարող ենք շատ արագ բարձրացնել նրանց մաքսատուրքերը, ասել է Թրամփը, պատասխանելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների վերաբերյալ հարցին։ Սա մեր կիսագունդն է, դրա մասին ասված է սոցիալական ցանցերում ԱՄՆ պետքարտուղարության գրառման մեջ։ Սա մեր կիսագունդն է եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը վտանգվի, նշված է գրառման մեջ։ ԱՄՆ հարձակումից հետո Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են երկրի զինված ուժերի մոբիլիզացիայի մասին եւ ռազմական դրություն են մտցրել նավթարդյունաբերության եւ այլ ոլորտների աշխատակիցների համար։ Հրամայվում է անհապաղ մոբիլիզացնել ազգային զինված ուժերը ամբողջ երկրում, միաժամանակ օգտագործելով առկա ազգային ուժերը արտաքին ագրեսիան հետ մղելու համար։ Պետական ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության եւ այլ կարևոր պետական արդյունաբերությունների ռազմականացում։ Այդպիսի հիմնարկների անձնակազմը ժամանակավորապես կգտնվի ռազմական դրության մեջ, նշվում է իրավական փաստաթղթերի պորտալում հրապարակված հրամանագրում։ Հրամանագիրը նաև պարտադրում է ուժեղացնել պարեկային ծառայությունները եւ անվտանգությունը երկրի ցամաքային, օդային եւ ծովային սահմաններում։ Միասնություն շարժման առաջնորդ Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում է. Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, ծնավ նոր արքա ի Բեթլեհեմ քաղաքին, օրհնյալ է Սուրբ Ծնունդդ Տեր, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս, ասված է Արման Վարդանյանի ուղերձում։ Եղանակը առաջիկա օրերին հունվարի 7-ից 8-ը 9-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ, հունվարի 9-ի ուշ երեկոյան եւ 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-ից 9-ի ցերեկը կբարձրանա 3-ից 5, հունվարի 7-ից 10-ի գիշերը 16-ից 20, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 4-ից 6 աստիճանով։